Ողջույն իմ սիրելի YouTube-յան դիտորդներ, շարունակում ենք 2026 թվականի կանխատեսումը հորոսկոպի նշանների համար եւ այս անգամ հերթը հասել է մեր հողի տարերքներին, կույսերին եւ այծեղ ջուրներին։ Քանի որ այս նշանի մարդիկ հայտնի են իրենց կարգ ու կանոն պահպանել սիրելով, նյութական հարցերին կարևորություն տալով եւ կարիերայում շատ մեծ ջանքեր ներդնելով, որոշել եմ այսօրվա կանխատեսումը անցկացնել Ադամի տառոյով, որը նույնպես հագեցած է տղամարդկային էներգիայով, վառ գույներով, ինչպես նաև շատ իդեալական աշխատում է հենց ֆինանսների եւ կարիերային վերաբերող հարցերում։ Այս քարտերի ետնանկարը մի հատ ստեղ նայեք էլի։ Իմ տարո քարտերի կոլեկցիայում ամենասիրունների մեջ է մտնում։ Այսպիսով չվատնեմ ձեր ժամանակը եւ անցնենք կանխատեսմանը առաջին հերթին կույսերի համար, ինչպիսին է լինելու 2026-ը կույսերի համար, որոնք են հիմնական էներգիաները եւ ինչպես են դրանք դրսեւորվելու, այսպիսով 2026-ը կույսերի համար եւ դրա դրսեւորման ձևը։ Պատկերը շատ նման է կույսերի համաստեղության մարկանց, որովհետեւ այստեղ ունենք 4-րդ ավագ արկանը, կայսրեր արկանը, իսկ կայսրը հայտնի է իր կարգ ու կանոնը սիրելու, կանոնները հարգելու, պահպանելու խստությամբ, ինչպես նաեւ ակնկալում է, որ իր շրջապատի բոլոր մարդիկ նույնպես պետք է հետևեն այդ կարգ ու կանոններին։ Կայսր արկանը առհասարակ մարդկանց տալիս է այդ խստությունը, կառավարական ունակությունները, բայց միևնույն ժամանակ, եթե մարդիկ չարաշահում են, իրենց այդ դիրքը կամ իրենց պահանջները շրջապատից վերածվում են իրական դեսպոտների, ումից ուղղակի մարդիկ ուզում են փախչել։ Ուստի կարևոր է, որ 2026 թվականին կույսերը այդ իրենց խստությամբ մարդկանց չվանեն եւ թույլ չտան, որ այդ պերֆեկցիոնիզմը ուղիղ ձևով ազդի իրենց կյանքի որակի վրա, որովհետեւ այստեղ որպես դրսևորում ունենք 3 թուրը, որը խոսում է հենց կոտրված սրտի, տխրության, ինչ որ հիասթափությունների մասին, ու եթե դուք անդադար փորձեք փնտրել իդեալականությունը, մարդկանց մեջ գործերում շատ հավանական է, որ դուք անընդհատ ունենաք հիասթափություններ, որովհետև ոչ ոք այս աշխարհում իդեալական չէ եւ լավից լավն էլ կա, վատից վատն էլ կա։ Իհարկե պետք է հարգել այն կառույցի կամ էգրեգորի կանոններն ու օրենքները, որոնք որ գտնվում ենք, բայց միևնույն ժամանակ պետք չէ ստիպել շրջապատին բռնի ուժով հետևել այդ կանոններին կամ համապատասխանել ձեր իսկ սահմանած չափանիշներին։ Իհարկե ձեր օրինասիրությունը ու կարգապահությունը միանշանակ գնահատվում է բոլորի կողմից եւ բոլորը սիրում են ձեզ հենց այդպիսին, ինչպիսին որ դուք կաք։ Ամեն դեպքում պետք չի ստիպել մարդկանց ապրել ու համապատասխանել ձեր իսկ սահմանած չափորոշիչներին, որովհետեւ քննադատությունը ամենադեստրուկտիվ երևույթներից մեկն է ու հավատացեք այդ կերպով առաջին հերթին դուք վնասելու եք ինքներդ ձեզ, հետո շրջապատի մարդկանց։ Շատ կարևոր է, որ 2026 թվականին դուք աշխատեք հենց սիրո էներգիայի հետ եւ մարդկանց մեջ փորձեք գտնել ոչ թե կատարելություն, այլ սեր, խնամք, հոգատարություն, ինչպես ասում են, ձեր գործունեության հիմքում պետք է հենց այդ սերն ու հոգատարությունը ընկած լինի, որպեսզի կարողանաք ձեր ներդրումը ունենաք ձեր ու ձեր շրջապատի մարդկանց կյանքը ավելի լավը ու բարեկեցիկ դարձնելու գործում։ Այլապես հիասթափությունները 2026 թվականին կլինեն անխուսափելի։ Անցնենք առաջ եւ ինչպիսին կլինի 2026 կույսերի կյանքում, ինչպիսին կլինի կույսերի ֆինանսական կյանքը, հուզական էմոցիոնալ վիճակները եւ սիրային կյանքը։ Պատկերը կրկին համապատասխանում է կույսերին, այստեղ ֆինանսների հետ կապված ունենք 10 գավաթը, որը խոսում է բավականաչափ լավ ֆինանսական կարգավիճակի մասին, բայց ֆինանսները այս տարի ավելի շատ բավարարելու են ձեզ, ձեր ցանկությունները, ձեր կարիքները հոգալու համար, այսինքն ինչ-որ sense գերմեծ հոսքերի մասին չի խոսքը, բայց այնուամենայնիվ ֆինանսական խնդիրների մասին նույնպես կարելի է չանհանգստանալ։ Այստեղ կարևոր է, որ դուք կարողանաք ձեր աշխատած փողը ծախսել ձեր մտերիմների, ձեր ընտանիքի անդամների վրա, որպեսզի ձեր կյանքը ու նաև ձեր սիրելիների կյանքը դարձնեք ավելի գեղեցիկ, ավելի հաճելի ու ավելի կոմֆորտ։ Մի ափսոսացեք փող ծախսել ձեր վրա, որովհետև դուք պետք է հիշեք, որ փողը ստեղծված է մարդու կյանքը ավելի բարեկեցիկ, ավելի կոմֆորտ ու ավելի հաճելի դարձնելու վրա, ու ինչքան շատ
գումար ծախսեք հենց այդ հաճույքների, կյանքը վայելելու, բարի ուրախությունների վրա, այդքան ավելի շատ հնարավորություններ կունենաք ավելի շատ փող աշխատելու ու ֆինանսներում ավելի ռեալիզացված լինելու, բայց եթե տարապեք ժլատությամբ, իսկ կույսերը հաճախ ունենում են տագնապներ, վախեր փողի հետ կապված, ապա այդ կերպով դուք կփակեք ձեր ֆինանսների մուտքը ձեր կյանք, ինչպես նաև կմղսեք ձեր ֆինանսական էներգիան, որովհետև ֆինանսները չեն սիրում վախկոտ մարդկանց, ովքեր անընդհատ տագնապում են ապագայի հետ կապված հարցերում։ Էմոցիոնալ վիճակը կրկին կույսերին շատ հարիր է, այստեղ ունենք գավազանների պաժը, սա խոսում է նրա մասին, որ դուք շարունակելու եք այդ ձեր բրբտումները հույզերի հետ կապված են, որ առհասարակ կույսերը խնդիրներ ունեն իրենց էմոցիաները ճիշտ ձևով ցույց տալու ու երբեմն նրանք փակվում են աշխարհին կամ մտածում են, որ եթե հանկարծ ցույց տան իրենց հույզերը, իրենց էմոցիաները, նրանք կարող են թույլ տալ մարդկանց մտածել, որ իրանք օրինակ թույլ են, բայց դա այդպես չէ, ուստի պետք չի վախենալ ցույց տալ մարդկանց, որ դուք իրանց սիրում եք կամ անհանգստանում եք իրանց համար, կամ ինչու՞ չէ, նաև եթե ինչ-որ հարց ձեզ դուր չի գալիս, մի վախեցեք դա ցույց տալուց, բայց միևնույն ժամանակ խուսափեք կրկին անգամ մարդկանց քննադատելուց, այս աշխարհը սև ու սպիտակի բաժանելուց, ինչպես նաև կարծելուց, որ դուք ամենագետն եք, որովհետև այս աշխարհում անգամ ամենախելացի մարդիկ սխալներ թույլ տալիս են եւ սխալը ինչ-որ կործանարար բան չի եւ յուրաքանչյուր սխալ հիմնականում հնարավոր է լինում լուծել։ Ուստի մի փորձեք իզոլացվել աշխարհից ու մի փորձեք թաքցնել ձեր հույզերը կամ մտահոգությունները ձեր մեջ։ Մի վախեցեք անհրաժեշտության դեպքում այլ մարդկանցից օգնություն խնդրել։ Եվ այստեղ սիրային կյանքում ունենք լուսինը 2026 թվականին կույսերին խորհուրդ կտամ չտրվել սեփական վախերին ու թույլ չտալ, որ ձեր սեփական վախերն ու իլյուզիաները վերցնեն ձեր անձի կառավարումը։ Առհասարակ սիրային հարցերում 2026 թվականին եղեք ուշադիր, որպեսզի ձեր դիմացինին կամ ձեր կողակցին չտաք այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում նա չունի։ Լուսնի էներգիան ինքը հենց խաբուսիկ լինելու, փոփոխական լինելու իլյուզիաների մասին է ու հաճախ կույսերը հենց այդ իլյուզիաները իրենց գլխի մեջ են ստեղծում, այսինքն իրենց գլխում ստեղծում են մի իդեալական պատկեր, որը իրականությանը չի համապատասխանում։ Այստեղ շատ կարևոր է չկորցնել իրատեսությունը եւ չտարապել ինչ-որ sense ռոմանտիկ դրսևորումներում։ Եթե ունեք զգացմունքներ ինչ-որ մեկի հետ կապված, ուստի մի վախեցեք գնալ ու արտահայտվել, մի փորձեք մարդուն սիրել հեռավորության վրա եւ առհասարակ եւս մեկ անգամ պետք է ասեմ, մի վախեցեք սեփական հույզերը ճանաչելուց եւ այդ հույզերը ապրելուց։ Եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք կամ ինչ-որ մեկի համար անհանգստանում եք, դա ցույց տվեք։ Միևնույն ժամանակ պետք է սովորեք տարբերել իրականությունը ձեր հորինածից, որովհետեւ եթե դուք ապրեք հորինված աշխարհում, որը դուք ձեր գլխի մեջ եք ստեղծել կամ մարդկանց շարունակեք տալ հատկանիշներ, որոնք նրանք իրականում չեն ունենում, կանխատեսման սկզբում ասած 3 թրերի էներգիան կրկին կակտիվանա եւ դուք նորից կառաջվեք հիասթափությունների հետ։ Փորձեք հնարավորինս պահել ձեր իրատեսությունը եւ լինել հողակցված։ Իդեպ, եթե դուք չգիտեք ինչպես ճիշտ հողակցվել, ինչպես ճիշտ անել էներգետիկ պրակտիկա սեփական աուրան ամրապնդելու եւ էներգետիկ հոսքերը բալանսի բերելու համար ես իմ Telegram-ում անդամներին տվել եմ հենց շատ པարզ մեդիտատիվ պրակտիկաներ, թե ինչպես կարելի է պահպանել էներգետիկ հիգիենան ու թույլ չտալ, որ էներգիաները գնան դեպի կորուստ։ Հիմա շարունակենք մեր կանխատեսումը արդեն այծեղ ջուրների համար, հետաքրքիր է թե ինչպիսին կլինի 2026-ը այծեղ ջուր համաստեղությամբ մարդկանց համար, որն է լինելու 2026-ի հիմնական էներգիաները եւ ինչպես են դրանք դրսևորվելու այծեղ ջուրների կյանքում։ Եվ այսպիսով հիմնական էներգիան եւ դրա դրսևորումը։ Будет տրինձեց ճգնավոր եւ սատանա ամենակասկածելի տարօրինակ, բայց հզոր պոտենցիալով համադրություններից մեկը։ Նախ հիմնական էներգիան ճգնավորի էներգիան, իսկ դուք գտնվում եք հիմա ճգնավորի, նույն ինքը հերմիթի տարածքում, շնորհավորում եմ դուք բինգո եք շահել, որովհետեւ շատ քիչերն են, որ իմ կանխատեսումների ժամանակ առհասարակ ունենում են ճգնավորի էներգիան, ամենահազվադեպ հանդիպող արկաններից մեկն է կալոդում առհասարակ։ Այծեղ
ջուրները իրենց բնավորությամբ հենց ճգնավոր են, նրանով, որ նրանք սիրում են ամեն ինչի հասնել միայնակ, հասնել սեփական կամքով, սեփական ուժով, պատրաստ չեն թիմային աշխատանքների, բայց այդտեղ շատ կարևոր է, որ այծեղ ջուրները իրենց միայնությունը օգտագործեն ի օգուտ իրանց, որովհետև կա միայնության երկու տեսակ, ես դա միշտ ասում եմ իմ այցելուներին, մի միայնությունը հանդիսանում է ռեսուրս, սեփական մտքերը իմի բերելու, կրկին էներգիա ստանալու, հզորանալու, հանգստանալու եւ կյանք վերադառնալու համար եւ միայնության մյուս տեսակը դա այն տեսակն է, որում մարդ արդեն դեպրեսվում է այդ միայնությունից եւ իրան թվում է, որ ինքը լրիվ մենակ է այս աշխարհում։ Այստեղ շատ կարեւոր է, թույլ չտաք, որ միայնության էներգիան ձեր կյանքում դրսևորի իրեն հենց այդ բացասական երանգով եւ հասկանաք, որ դուք այս աշխարհում ամեն դեպքում միայնակ չեք, քանի դեռ դուք ինքներդ ձեր հետ եք։ Էլ չեմ խոսում ձեր սիրելի ու մտերիմ մարդկանց հետ։ Առհասարակ 2026 թվականի ընթացքում պետք է պատրաստ լինեք, որ ձեր կյանքից կհեռանան մարդիկ, անգամ այն տեսակ մարդիկ, ում հետ դուք չեք էլ պատկերացնում, որ կարող է ձեր կյանքից հեռանան այս մարդիկ, բայց եթե գա этап, որ ինչ որ մեկը ուզենա ձեր կյանքից հեռանա, թույլ տվեք նրան գնա ձեր կյանքից, որպեսզի տեղ ու տարածք ազատվի նոր, ավելի կարևոր ու ավելի օգտակար մարդկանց համար։ Առհասարակ 2026-ը լավ կլինի, եթե այծեղ ջուրները նվիրեն նոր գիտելիքներ ստանալու, նոր ուսմունքներ, նոր մասնագիտություն ձեռք բերելու հարցերին։ Առհասարակ կրթությունը 2026 թվականին ձեր համար կբացի մի շարք հաջողության դռներ, բայց այդտեղ շատ կարևոր է, որ նաև շեշտը դրվի հենց հոգևոր ուսմունքների վրա, ինչպիսիք են էզոթերիկան կամ կրոնական ուսմունքները, շատ լավ կլինի, որ նաև ուսումնասիրեք հոգեբանություն եւ փիլիսոփայություն, որովհետեւ այծեղ ջուրները հաճախ տարվելով այս նյութական աշխարհի, կենցաղային աշխարհի հոգսերով մոռանում են հոգևորի եւ հոգեբանականի կարեւորության մասին եւ առաջին հերթին պետք է մարդկանց դիտարկել ոչ միայն որպես նյութական էակներ, այլ նաեւ հոգևոր կերպարներ։ Այստեղ ունենք նաեւ սատանայի էներգիան որպես տարվա էներգիա, պետք չէ վախենալ սատանայի էներգիայից, եթե կարողանում եք դրան ճիշտ դիմակայել եւ կարողանում եք այդ էներգիան օգտագործել ի օգուտ ձեզ։ Նախ 2026 թվականին, քանի որ այստեղ նաև ունենք ճգնավորը, իմացեք, որ շատ հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմ մարդկանց հետ, բայց լավ կլինի, որ մտերիմների հետ կոնֆլիկտների ընթացքում ձեզ կարողանաք զսպել եւ այն վերջին խոսքն ու վերջին բառը չասեք, որովհետեւ շատ հավանական է, որ այս տարվա ընթացքում դուք ձեր կոպտությամբ վիրավորեք շատ մարդկանց։ Вообще այս տարվա ընթացքում խորհրդատրվում լինել շատ զգույշ, սեփական խոսքերին, հետևել սեփական մտքերին։ 26-ի ընթացքում նաև հավանական են, որ դուք առնչվեք գայթակղությունների հետ, անօրինական գործարքների, ալկոհոլի, թմրանյութի կամ որոշ քայլերի հետ, որոնք դուրս են մարդկային բարոյական արժեքներից, իմացեք, որ դա փորձություններ են եւ եթե հաղթահարեք այդ գայթակղությունները եւ չտրվեք այդ գայթակղություններին, հետագայում դուք միանշանակ դրա համար կպարգևատրվեք։ Այս տարի շատ կարեւոր է, որ դուք լինեք ուշադիր ֆինանսների հետ կապված հարցերում, որպեսզի չդառնաք խաբեության զոհ, ուսումնասիրեք եւ կետ առ կետ կարդացեք ցանկացած պայմանագիր ստորագրելուց առաջ, իսկ եթե ունենում եք հարցեր, անպայման այդ հարցերը քննարկեք մասնագետի կամ իրավաբանի հետ, որովհետեւ 2026-ը առհասարակ շատ կարա ձեր կյանքում հենց բերի խաբեություններ կամ ինչ որ ռիսկեր, փող կամ այլ նյութական միջոցներ կորցնելու։ Հոգևոր տեսանկյունից նույնպես կարևոր է ուսումնասիրել հոգևոր ուսմունքներ, որովհետև սատանայի էներգիան ոչ միայն նյութական վտանգների մասին է խոսում, այլ նաև այստեղ վտանգ կա հոգևոր գայթակղությունների հետ կապված, եւ հաճախ մարդիկ հենց տրվում են խավարին միայն այն պատճառով, որ իրանք չունեին ոչ մի տեսակ գիտելիք լույսի մասին, ու շատ կարևոր է, որ դուք 2026 թվականին ուսումնասիրեք հոգևոր ուսմունքներ։ Հոգևոր ուսմունքներ ասելով մենք հասկանում ենք բոլոր կրոնական ուսմունքները, ուսումնասիրեք համաշխարհային կրոնները, գտեք դրանց միջև նմանություններ, ֆունդամենտալ տարբերությունները, հասկացեք տարբեր մշակույթների գաղափարախոսությունները, հասկացեք թե ինչպես է աշխատում մարդու մտքի ուժը, ինչպես են աշխատում էներգիաները։ Եվ եթե դուք առհասարակ հետաքրքրված եք այս ամենով, կարող եք նաև հետևել իմ Instagram-յան էջին, որտեղ ես անմիջական կապի մեջ եմ գտնվում իմ հետևորդների հետ եւ հաճախ անում եմ գրառումներ կապված էզոտերիկայի հետ, որոնք YouTube-ում չեն տեղադրվում։ Ուստի գտեք ինձ նաև Instagram-ում, դուք տեսնում եք այն հիմա ձեր էկրանին եւ հետևեք, ես շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել նաև այնտեղ։ Հիմա շարունակում ենք կանխատեսումը 2026 թվականի համար, թե ինչպիսին այն կլինի այծեղ ջուրների կյանքում եւ այսպիսով
Այծեղջյուրների ֆինանսական կյանքը 2026-ին, էմոցիոնալ կյանքը եւ սիրային հարաբերությունները։ Սկսենք ֆինանսական գործարքներից, այստեղ ունենք լուսնի արկանը, ինչպես նշեցի սկզբում, սատանայի էներգիայի դեպքում, այստեղ նույնպես շատ կարևոր է ֆինանսական հարցերում լինել ուշադիր, որպեսզի չդառնաք խաբեության զոհ։ Անգամ աշխատավայրում ցանկացած տեսանկի լինք կամ մեյլ բացելուց առաջ կրկին անգամ ուսումնասիրեք, թե որտեղից է եկել այդ նամակը, արդյոք դա ձեր ծառայություն չի, արդյոք ֆիշինգի զոհ չեք կարող դառնալ, որովհետև լուսինը տալիս են ամենատարօրինակ իլյուզիաներն ու խաբկանքները, հատկապես մարդկանց խաբելու ու ֆինանսների հետ կապված հարցերում, ինչ որ խաբեություններ կամ զեղծարարություն անելու հետ կապված։ Ուստի մի վստահեք ոչ մեկին ֆինանսների հետ կապված հարցերում, հիշեք, որ ֆինանսը այն երևույթն է, ինչի համար մարդիկ պատրաստ են իրենց հոգին անգամ ծախել սատանային, որ մնաց ձեզ չխաբեն։ Չտարապեք ոչ մի պարագայում մեծամտությամբ, որովհետև հենց ձեր մոտ առաջանա այդ այծեղջյուրական մեծամտությունը, երբ որ դուք կարծեք, որ դուք ամեն ինչ գիտեք ու ամեն ինչ ճիշտ եք անում, հենց այդ պահին դուք կդառնաք այդ խաբեության զոհը, որը միտված կլինի ձեզ ցույց տալու, որ դուք ամենագետ չեք ու այս աշխարհում առհասարակ ոչ մի մարդ ամենագետ չի։ Եվ ինչպես ասում են, փորձառու աղվեսը 4 թաթով է ընկնում թալակը, այս ամենը կարող է տեղի ունենալ նաև այծեղջյուրի համաստեղությամբ ծնված մարդկանց հետ, եթե նրանք տառապեն մեծամտությամբ կամ կարծեն, որ իրանք այն ամենաթույն մասնագետն են, ով երբեք չի սխալվում։ Անգամ նաև խորհուրդ կտամ այստեղ չմտնել ինչ-որ պարտքային հարաբերությունների մեջ ոչ մեկի հետ, ոչ մեկին պարտքով փող մի տվեք, որովհետև այդ գումարը շատ հավանական է, որ չվերադարձվի կամ վերադարձվի այնքան ուշացած կամ այնքան քիչ չափաբաժիններով, որ դուք ոչինչ էլ չհասկանաք այդ փողից։ Առհասարակ պարտքային հարաբերությունները իրանք էզոտերիկայի մի այլ առանձին թեմա են։ Եթե ցանկանում եք, կարող եմ իմ հաջորդ Hermit Talks կամ Hermit զրույցներ հաղորդման շրջանակներում հենց խոսալ պարտքային հարաբերություններից ու փողի էներգիայից։ Եթե ցանկանում եք մեկնաբանություններում գրեք, որ դա ես նույնպես իմանամ։ Եթե ցանկանում եք մեկնաբանություններում գրեք, որ տեսնեմ, եթե հետաքրքրություն կա, անդրադառնամ այդ թեմային նույնպես։ Էմոցիոնալ եւ հուզական դաշտի հետ ունենք դրամների արքան, ամենայն հավանականությամբ 2026 թվականին ձեր ներքին հույզերը, ներքին մտքերը կլինեն ավելի կանոնակարգված, կլինեք ավելի հողակցված, բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որ դուք երբեմն ժամանակ առ ժամանակ զբաղվեք ինքնավերլուծությամբ եւ հասկանաք, ձեր քայլերը որ քայլը ինչի համար եք արել, արդյոք դա անհրաժեշտ, ճիշտ կամ սխալ քայլ էր այդ պահին, թե ոչ։ Երբեմն այծեղջյուրի համաստեղությամբ մարդիկ նույնպես վախենում են ցույց տալ սեփական հույզերը, ինչպես գույսերը կամ այլ հողի տարերքները, բայց հավատացեք, սեփական հույզերը ցույց տալը դա ընդհանրապես թուլություն չէ, դա մարդկություն է։ Հաճախ այս համաստեղության մարդիկ ներս են գցում, այդ նեգատիվ զգացմունքները, տխրությունը, լացելու ցանկությունը, որպեսզի ցույց չտան շրջապատին, որ հանկարծ իրանք ինչ-որ միտեղ թույլ են կամ խոցելի, այնինչ թուլությունը նույնպես մարդու մասին է, տխրելը ու լացելը նույնպես մարդու մասին է։ Ուստի եթե դուք ցույց եք տալիս ձեր էմոցիաները, դա ընդհանրապես թույլ լինելու մասին չէ, դա պարզապես մարդ լինելու մասին է եւ նորմալ է, որ դուք նույնպես ժամանակ առ ժամանակ կտխրեք։ Քանի որ անընդհատ մարդիկ ներս գցելով այդ հույզերը, այդպես չեն էլ հասկանում, թե ոնց իրանք իրենց ձեռքով վնասեցին իրենց առողջությունը։ Ընդհանուր առմամբ ներքին մտավոր եւ էմոցիոնալ աշխարհները այս տարի լինելու են ավելի հանդարտ վիճակում, ուղղակի ժամանակ առ ժամանակ զբաղվեք ինքնավերլուծությամբ եւ ինքներդ օբյեկտիվ կերպով գնահատեք ձեր քայլերը։ Եթե չեք կարողանում ինքներդ ձեր հանդեպ օբյեկտիվ լինել, չի խանգարի դիմել մասնագետի օգնությանը։ Եվ սիրային կյանքում այստեղ ունենք երկու գավաթը, եթե չեք գտնվում հարաբերությունների մեջ, շատ հավանական է, որ 2026 թվականում դրանք սկսեն, բայց այստեղ դեռևս հարաբերությունների այն սկզբնական փուլն է, որտեղ ավելի շատ իշխում են էմոցիաները, ինչ որ ֆլիրտային վիճակները, տարբեր հանդիպումների գնալը, դեյթերը եւ այլն։ Այսինքն 2026-ին հավանական են նոր սկսվող հարաբերություններ, որոնք կդնեն ֆունդամենտ հետագայում ավելի լուրջ հարաբերությունների։ Իսկ եթե դուք արդեն իսկ գտնվում եք հարաբերությունների միջև, հիշենք, որ ձեր տարվա էներգիաներից մեկը սատանայի էներգիաներ, այստեղ շատ կարևոր է, որ դուք պահպանեք հավատարմությունը ձեր կողակցին, որովհետև կլինեն ռիսկեր կամ կողքից գայթակղություններ դավաճանելու կամ կողքից ինչ որ մեկ այլ մարդու հետ ֆլիրտ անելու, շփվելու, բայց իմացեք, որ եթե դուք դիմեք այդ քայլին, տրվեք այդ դավաճանության գայթակղությանը, դա միանշանակ կունենա իր ազդեցությունը թե ձեր կարմայի եւ թե
ձեր ներկայիս հարաբերությունների վրա։ Ուստի եթե չեք ցանկանում, որ այդ հարաբերությունները փլուզվեն, ոչ մի պարագայում դավաճանության մի դիմեք։ So simple։ Դե ինչ սիրելիներս, այսօր այսքանը, եթե հետաքրքրված եք էզոտերիկայով, ցանկանում եք իմանալ ավելին տարոյի, նումերոլոգիայի կամ աստղաբանության մասին, ապա անպայման հետևեք ինձ նաև Instagram-ում, ես այնտեղ գտնվում եմ անմիջական կապի մեջ իմ հետևորդների հետ, իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի խորացնել իրենց գիտելիքները, կարող են գրել անձնական նամակ եւ անդամագրվել նաև իմ Telegram-յան անվճար շատ կարևոր է անվճարը նշել է խմբին, որտեղ ես ներառում եմ շատ քիչ մարդկանց, ովքեր հենց անձնական իրենց էջից են գրում ու ես գիտեմ ում եմ ներառում այնտեղ։ Այնտեղ մենք քննարկում ենք շատ հետաքրքիր թեմաներ, խոսում ենք հարցերից, որոնք չեն բարձրաձայնում իմ Instagram-ում կամ YouTube-ում, ուստի եթե ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները էզոտերիկայի եւ առհասարակ հոգեվորության մասին, կարող եք նաեւ դառնալ իմ Telegram-յան փակ խմբի անդամ։ Եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական տարո խորհրդատվությունը, որտեղ գերակշռում է տրամաբանական վերլուծությունը, պատճառահետևանքային կապերի բացահայտումն ու հասկանալը առանց ինչ-որ ավելորդ գուշակությունների կամ թուղթուգրերի ու նավսերի մասին հիմար հեքիաթների, կարող եք գրել անձնական նամակ իմ Instagram-յան էջին կամ WhatsApp հեռախոսահամարին, որը այս պահին դուք տեսնում եք ձեր էկրանին։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողեք մեր հետագա հաղորդումները, եւ մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով եւ գրեք ձեր հորոսկոպի նշանը, որ հաջորդ հաղորդումը հենց ձեր մասին լինի։ Անպայման լայքեք այս հաղորդումը, որովհետև հենց ձեր լայքն է ցույց տալիս ձեր հետաքրքրվածությունը եւ ձեր գնահատականը։ Այդպես դուք պահպանում եք տիեզերքի էներգոփոխանակման օրենքը, ինչպես նաեւ ցույց եք տալիս, որ հետաքրքրված եք եւ օգնում եք ալիքի զարգացմանը եւ հետագայում ավելի լավ հաղորդումների ստեղծման ու նկարահանմանը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, կհանդիպենք կիրակի օրը։